Ուրեմն այսօր մեր կողմից քաղաքական բաներից խոսանք էլի։ Ժողովուրդ ջան, հիշում եք չէ՞ որ վարչապետը նես մի հատ խոսք ասեց, շատ մարդու դուր չեկավ։ Դուր չգալը գիտեք ինչու՞մն է։ Ուղղակի վարչապետի ասած խոսքը հասկանալ է պետք։ Միտքը ինչ է ուզում ասի։ Հիշում եք որ վարչապետը ասավ մենք գնացինք զոհողության, որ այսօր ունենանք անկախ պետություն։ Ուրեմն երբ 20 թվին պատերազմը հրահրվեց, հենց պատերազմից առաջ ցարը հիշում եք չէ ինչ ասեց։ Մի ցտից հիշեցնեմ, որ այդ ամեն ինչը Ադրբեջանի տարածքներ է։ Եթե վարչապետը նման խոսք է ասում մեզ, դա նամյոկ է։ Բերեք մի հատ մտածենք, ինչ է այդ խոսքի տակ։ Մենք գնացինք զոհողության, որպեսզի այսօր ունենանք անկախ պետություն։ Ուրեմն վարչապետին ինչ որ մեկը ասելա, չէ, անկախ պետություն ես, դե գնա կռվի, ոնց ուզում ես, գնա հաղթի ու անկախ պետություն դար։ Այո, մենք գնացինք կռվեցինք, կռվում պարտադիր չի հաղթես, բայց մենք հաղթած ենք դուս եկել։ Ուրեմն ժողովուրդ ջան, այսօր ինչ է կատարվում։ Մեր Երևանի փողոցները նայեք այդ ինչ վիճակ է։ Մեր Հայաստանի քաղաքական դաշտը հələ նայեք այդ ինչ վիճակ է։ 50 հատ համաշխարհային ամենա տեխնոլոգիաներով զարգացած գեր պետությունները այսօր բոլորը Հայաստանում են։ Միայն այն պետությունը, ով որ մեզ ասես դե գնացեք կռվեք ու հաղթեք, միայն նայավ այն ասուն կապել։ Ստե հասկանալու բան չկա է, ստե ուղղակի մի քիչ ուղեղդ աշխատած սրա եւ հասկանում ես ինչա կատարվում։ Հիմա այսօր Հայաստանի կողքը այսինքն 50 հատ պետությունից աշխարհի ամենաառաջադեմ երկրները այսօր Հայաստանում են։ Հիմա մենք հաղթած պետություն ենք, թե պարտված։ Օրինակ բերեմ 1941-1945 թվին Գերմանիան պարտվեց։ 1950 թվին 5 տարի հետո Եվրոպայում համար մեկ տնտեսությունը եղել արդեն Գերմանիայում։ Ամբողջ Գերմանիան փլած։ Մինչ այսօր էլ Գերմանիան է համար մեկը Եվրոպայում։ Աշխարհում չգիտեմ երրորդն է թե չորրորդն է, էլի։ Հասկանում եք։ Հիմա այսօր Հայաստանը պարտված է։ Ինչի ամենակ են գերտերությունը արդեն մեզ ֆիզիկապես էլ երեք ես լսում եմ ալիքները։ Մեր երկրին արդեն էլ ուրիշ ձև չունեն կանգնացնելու, որ մեր երկիրը գնում է զարգացման։ Նա մեր երկրին ուզում է զարգացումից կանգնացնի, գիտեք թե ինչից է կանգնացնում։ Ասում է չէ իմ մոտ պետք է մնաս եւ վերջ։ Բայց այն ժամանակ ինչի իր մեզ զոհաբերում։ Հա? Եթե մեր վարչապետը ասենց ուղիղ չի հայտարարում, որ այո, մեզ զոհաբերել են, ասել են գնացեք կռվեք, բայց նամյոկով ասում է հասկացեք։ Հա դե հարիվ մարդկանց էլ բան են անում, թե իբր թե մեր երեխանցը տարան զոհաբերեցին, հարցը դրանում է։ Հասկանում ես մարդկանցը տենց են բան անում։ Բայց իրականում այսօր մեր պետությունը հաղթած է դուս եկել։ Հաղթած։ Հասկանում եք։
Ժողովուրդ ջան, չգիտեմ, կա աշխարհում նման երկրորդ պետությունը, որ այս ամբողջ Եվրոպան գնացած կլի նրա երկիր։ Վերցնենք մեր հարևան Վրաստանը, միշտ Վրաստանով չափում ենք, չէ, Հայաստանի ամեն ինչը։ Վրաստանը համարյա Եվրոպայի արդեն անդամ պետություններ համարվում, թե ոնց ընդ ինչ որ բաներ կա, էլի։ Բայց լսել եք, որ այդքան եվրոպական երկրներ Վրաստանում հավաքվեն։ Բայց օգնել են, չէ, Վրաստանին, բոլորն էլ։ Հիմա որ դրանք լրիվ Հայաստանում են, դա պարզ չի, որ հենց հենց պրոստը չեն եկե։ Հա, մարդիկ օգտագործում են, թե եկել են Փաշինյանին պատեշ կանեն, որ Փաշինյանը ընտրվի վարչապետ։ Հայա Փաշինյանին Հայաստանում ենքան պատեշ կա ունի ժողովրդի կողմից, որ Հայաստանին ուրիշ երկրի պատեշ կեն Փաշինյանը այդ տրակարիք չի զգում։ Ստե մարդիկ, Քոչարյանը ինքը իրան հույսատալի։ Քոչարյանը ինքը իրան հույսատալի, որ հայ ժողովուրդը հնարավոր է իրան ընտրի։ Ժողովուրդ, ես սաղիդ խոսք եմ տալի։ Բոլորիդ, ամբողջ հայ ազգին։ Եթե Քոչարյանը ընտրվի, ես կկախվեմ։ Հասկանում եք, եթե չկախվեմ ամոթ ինչ տղամարդու խոսք եմ ասում։ Այդ մարդը ինքը իրան հույսատվել, արդեն իրան տերտերի թորա անվանում։ Հասկանում եք։ Եսի մինչեր անվանում։ Ոնց կարա այդ մարդը ինքը իրան հույս տա, ինչ որ մարդիկ էլ իրան հուսադրեն, որ ինքը կարա եսիմ Հայաստանում նորից վերընտրվի, մտքովը անցակ ենում, հասկանում եք ժողովուրդ ջան։ Մենք ստե մտածում ենք, որ նա խորհրդարան պետքա այլևս չանցնի։ Նա մտածում է, թե ինքը ձայներ ունի Հայաստանում։ Ժողովուրդ ջան, մի հասարակ մի բան, մի հատ օրինակ էլ բերեմ։ Մի ժամանակ, առավոտից իրիգու, տենում էինք Սիրիան ոնց են ռմբակոծում։ Հիշում եք։ Ռմբակոծում էր մեր հյուսային հարևանը, ռմբակոծում էր Ամերիկան, Իսրայելը, արդյունքում ինչ եղավ։ Դրանք բոլորն էլ ընդեղից հեռացան, Սիրիան դառավ թուրքական պետություն։ Հիմա ինչ որ մեկը Սիրիային կարում, ավախեցնի։ Հիմա մեզ գիտեք, թե դե մենակ վախեցնում են։ Հասկանում եք։ Մեզ մենակ վախեցնում են։ Հեռուստացույցով, խոսքերով, ինչ որ հայերի միջոցով, դեսիմ, մեզ միայն վախեցնում են, մենք այսենց պարզ, շակատերն ու սպարզ, մենք ոչ մեկի ոչ խապել ենք, մենք պարտության ենք գնացել, ոնց որ վարչապետն ասեց, մենք գնացել ենք, կռվել ենք, ապացուցել ենք, որ ազգ ենք, մենք կարանք կռվենք, կռվում պարտվել ենք, տղամարդավարի պարտվել ենք, երկու հատ ասենք, մեզ լավ բարեց ունենք, ասենք արջը, սպիտակ արջը, կամ ես մեկ, ասենք մի անգամ այդ մարդիկ իրանց բանի բոյի ժամանակ պարտվում են, կարողանա մերեն նույն սպիտակ արջը չի։ Ժողովուրդ ջան, սենց է։ Մենք չենք պարտվել, մի կարծեք,
Դա պարզ է, պարզ, դրանից էլ պարզ վարչապետը, որ ասեց, մենք գնացել ենք զոհաբերության, հաստատ իմանալով, որ պարտելու ենք, որովհետև մեր հետևին ոչ մի ուժ էլ գոյություն չունի։ Հիմա այսօր այդ պարտությունից հետո մենք ինչի պետք է մեր հույսները դնենք այդ նույն ուժի վրա։ Ինձ բացատրեք։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ ջան, մենք ինչու պետք է մեր հույսը դնենք նորից այդ նույն ուժի վրա։ Բացատրեք էլի։ Բացատրեք, բոլորս էլ հասկանանք։ Մարդ ենք, սաղս էլ, միգուցե ճիշտը դուք եք, բայց բացատրեք։ Մեզ միայն ինչով են վախեցնում։ Մեզ էլ վախեցնել ունեն ուրիշ բան գոյություն չունի, մեզ միայն տնտեսության հարցով, ծիրանը որտեղ դենք ծախի, այս մի բանը, կարտոշկեն քավարի որտեղ դենք ծախի, բադրջանը որտեղ դենք ծախի, կոնյակը որտեղ դենք ծախի, մեզ միայն դրանով են վախացնում, ջերմուկը որտեղ ենք վաճառելու, հասկանում եք, բա ուրեմն մենք այդ կոնյակի, ջերմուկի, եսի մինչի պատճառով, Այս մի փոքր հայրենիքն էլ նվիրենք ու պրծնենք, հա, մենք էլ գնանք, կարանք, բոլորս էլ թողենք գնանք ամերիկաններում, եվրոպաներում հանգիստ ապրենք, հետո, բա երգիրը, բա մեր հայրենիքը, բա մեր հայրենիքը, ժողովուրդ ջան, նորից եմ ասում, կրկնում եմ, կապ չունի, թե հայը որտեղ է ապրում է Ռուսաստանում, ապրում է եսիմ Գերմանիա, ապրում է Ամերիկա, ապրում է որտեղ, նա պետք է հայ մնա, հայրենասեր մնա, խոսքի վերցնենք, մեր Թելերյանը որտեղ էր ապրում, կարող է Հայաստան էր ապրում, գնաց Գերմանիայում թուրքին սատկացրավ, հասկանում եք, Հայը կապ չունի, կրկնում եմ, որտեղ ապրում, ամեն տեղ էլ մնա քու հայրենիքին, քու երկրին նվիրված։ Են մարդիկ կան, որ ասում են, դե այդքան լավ տղա ես, արի Հայաստան ապրի, արի սե ապրի, արի նենց ապրի։ Գալիս ենք, ապրում ենք, նես չի որ չենք գալի, ամեն ինչ էլ անում ենք, հո մենք չենք ասելու, մենք ինչ ենք անում, ինչ չենք անում։ Ոչ մեկն էլ չի ասում, բայց մարդիկ ամեն ինչ էլ անում են։ Հայրենիքի համար, մարդ կա սկի վեջն էլ չի։ Սկի, ես ստեղ հազարավոր մարդկանց հետ արդեն թշնամացել եմ։ Ինձ պարզ ասում են, թքեմ մնդեղի վրա էլ ինչ արել ինձ համար, ըստի մեր երեխեք ասма կրթություն են ստանում, ես մի բան են անում, մի բան են անում եւ վերջ։ Տես բաներ են ասում։ Հասկանում եք։ Ժողովուրդ ջան, հիմա այդ վիճակն է։ Մի հատ էլ եմ ասում, նայեք, հաղթած կողմը ով է։ 50 հատ ուղիղ, 50 հատ աշխարհի ամենաառաջադեմ պետությունները այսօր Հայաստանում են։ Դա արդեն 100%-անոց հաղթած կողմը։ Նորից մի մտածեք, որ հույսները դնեք մեկ պետության վրա, որ այդ պետությունը դուք արդեն 1000 անգամ զգացել եք, որ մեր պետությունը նա որպես պետություն չի տեսնում, ուղղակի չի տեսնում։ Մեր ազգը ինչ չեր չի տվել այս պետությանը, ամեն ինչ էլ տվել է, մեր ազգի ամենայն գերհզոր գիտնականներից բռնացրած, ամեն ինչից լրիվ արել են այս պետության համար, Հայաստանի համար ոչ մի բան չկա արած, լրիվ այս պետության համար են արել, սա պետք է մեզ գիտեք ոնց պահեր, ասենց, են որ ասում է պոպոքի մեջի պես է, բայց չարեց, մեզ ասեց գնացեք զոհվեք, որ իմանաք ով է ձեր տերը,
Վերջ։ Ուրիշ ոչ մի բան։ Հա։ Ժողովուրդ ջան, մի խոսքով լավ մտածեք։ Ձեզ այսօր այնքան բաներ են խաբելու։ Ամեն մի խոսքի վրա Ալիևի անունն են տալու, Էրդոգանի անունն են տալու, Ալիևով Էրդոգանով են վախցնելու, Պուտինով են վախցնելու, ուրիշ բան չկա, ուրիշ բան գոյություն չունի, բայց այդ վախի մթնոլորտը արդեն դուք պետք է որ բոլորդ էլ անցած լինեք, այդ վախի մթնոլորտը, ես օրինակ շատ ուրախ եմ, որ ասում են Նիկոլը Գագիկ Ծառուկյանը այդ գյուղերում ելույթ է ունենում րոպենը մեկ ասում է 2018 թվից ասում է դե մի բան ցույց տվեք որ Փաշինյանը խոսքա տվել ու արել է Ժողովուրդ ջան լսում եք Ծառուկյանն է ասում ինչ որտեղ ճիշտ է ասում է ախր Ծառուկյանը ինչ գործ ունի ազատության մեջ նրա վրա 5 րոպենումին կարել է 5 հատ գործ բաց անել Չէ ով է մոռացել Ծառուկյանին 5 րոպեն մեկ կարել է 5 հատ գործ բաց անել բայց մենք ուզում ենք երգիր դառնանք չէ խո մարդկանց դատելով բանով չի արդեն այսօր մարդկանց դատում են, այն մարդկանց են դատում, որ արդեն ասենց ափաշ կարա ուրիշ բաներ են անում։ Հասկանում եք։ Որ դրանց էլ չի փակեն։ Ու էլի ոչ մեկի չեն դատում, սեრავնո։ Տանում են մի քիչ տուժի են ենթարկում, ընդե Միգուցե խելոքանան, միգուցե խելքները գլուխ բայց ոչ մեկ խելք գլուխ չի հավաքում։ Գալիս են էլի փողի ռեխն են տալի, հասարակ մարդը, որ մի շաբաթ չաշխատի, այ մարդ սովից կմեռնի։ Արա սրանք 5 տարով այդ փողոցներից դուրս չեն գալի, 5 տարով հանրահավաքներ, միտինգներ եսի մինչեր են անում, լավ սրանց ընտանիքները ինչով են ապրում, ձեզ պարզ չի, վարչապետի համար այն ժամանակ 18 թվին ամբողջ հայազգը դուս եկավ, բայց ընդամենը մի ամիս, նրանից հետո 8 տարի անցել է, Այդ մարդիկ ինչ չեն դուրս գալի, փողոցներ, ինչ-որ բան, եսի մինչեր անեն, գիտեք չեն կարա դուրս գան, համերգների բանի ժամանակներ մեկ ոնց են դուրս գալի, հրապարակները լցում, որովհետև մարդիկ աշխատում են, հասկանում եք, Փաշինյանը հենց ընես նրանց ջեբերը չի տանում լցում փողերը, որ նրանք դուրս գան, Իսկ սրանք առավոտից իրիկուն դատարանների առաջը կանգնած, ես միտեղ փողոցներ էին փակում, պատգամավորների հետ միասին, նույն մարդիկ, լավ դրանք ինչով են ապրում, դրանք հանրահավաքով փող են աշխատում, աշխատավարձ են ստանում։ Ժողովուրդ ջան, մի խոսքով ինչ ասեմ ձեր ցավը տանեմ։ Եղեք ամենակարևորը, հոգիներդ մաքուր։ 5 տարի, այ ես եմ ասում, եվս 5 տարի, ես մի անգամ էլ եմ ասել, են Դուբայի, են որ ամբողջ աշխարհից, Եվրոպայից, բանից, ամեն տեղից, ամերիկաններից, սաղնդե օֆիսները է դրած, Այդ օֆիսները, խոսքս հիշեք, լրիվ գալու է Հայաստան, Անան դե խեղդվելով նրանք ապրում են մի կերպ հենց նենց, Հիմա էլ արդեն նրանք զգացին, որ ընդե անվտանգ չի, Այս վերջի իրադարձություններից, Հասկանում եք, Հանդեպ մի բան ես ուզում էի ասեմ այդ Սիրիայի պահով, որ
Այս մեր հյուսային եղբարը առավոտից իրիգու բամբիտ էր անում Սիրիայի համար պայքարում էր։ Հիմա այսօր Իրանին բամբիտ են անում։ Մեր այս հյուսային եղբարը Սիրիային։ Գիտեք ինչքան նավթ համատակարարում։ Հեսա գիտեք ինչի համար ասեցի։ Չկասկածեք, թե Հայաստանին, եթե ինչ-որ քաղաքական պրոցեսներով Հայաստանի հետ վատանա, սա իրա նավթը, իրա մի բանը չմատակարարի։ Հա իրա տնտեսությունն ականգնացնելու ուրիշից կառնենք, բոլորն էլ մի վաճառում են, էլի։ Հասկանում եք։ Էդի տնտեսության համար այս ընտրությունների բանի ժամանակ են միայն մի քիչ վախցնելու ժողովրդին ժողովրդին երկրի ղեկավարին չեն կարող վախցնեն երկրի ղեկավարը գիտի որ ինչեր ունի հետերնում ստորագրած դա պարտքի նման բաներ է չեն կարող ոչ մեկի բան անել Էդա այսինքն մենք այնքան ենք ուրախանում որ այսինքն Հայաստանում այսօր այս ինչ որ կատարում է մենք տենում ենք այսինքն գժի նման ուրախացած ենք Հասկացող մարդիկ, բոլորդ էլ հասկացեք, ինչա կատարում Հայաստանում։ Մի երկու հատ ոչխար կան, ընդ բան են տեղադրել, տեսեք Եվրոպայի ամենագեր հզորը Գերմանիան չեկավ Հայաստան։ Հա չեկավ։ Մարդիկ կարող է ուրիշ գործով են զբաղված։ Գերմանիայից Ամերիկան դուրս է գալ, իր զորքերը հանում է։ Ուրիշ գործերով են զբաղված, գործեր ունեն։ Ինչ անենք, չեկավ, Կանադայից էլ եկավ, ինչ անենք։ Նույնիսկ Ալիևը մասնակցեց հեռուստացույցով։ Ինչ անենք։ Մի խոսքով ժողովուրդ ջան, լավ մնացեք, ուշադիր եղեք, չխափնվեք ոչ մի բանի։ Այդ 300,000 այդ թվերը, որ ասում են, այսօր ես մի բան եմ գրել, ասում են, արա, ժողովուրդը կարող է ուրիշ ձև հասկանան։ Ես սպասում եմ, որ ասեն, թոշակներն էլ ենք 300,000 սարքելու։ Սպասում եմ այդ բանին։ Խոսքս հիշեք, էդ էլ են ասելու։ Ասելու են թոշակները հենց առաջի ամսից 300,000 լինելու։ Եթե չասեն, այդ 300,000 թիվը իրանց համար հատ նենց վշի էտալոնա։ Թե ինչի են հնարը այդ բառը։ Ոչ մի բանի չխափնվեք։ Ոչ մի բանի։ Ոնց որ 30 տարի մեզ խափեցին, ասին Կովկասյան վագրն ենք, ամենաուժեղ բանակն ենք, էս ենք, ենենք, վերջում ինչ պարզվեց։ Մեր բանակը կանսերվի կոկոշա, ուրիշ ոչ մի բան։ Երկու հատ Իսկանդեր են բերել, են էլ դատարկա։ Խեղճ Փաշինյանին էլ ասեցին ընդամենը 10% պայթել, բայց ես 100% ասել եմ, որ դա ոչ թե 10% պայթել, դա հենց այդքան էլ պայթում է։ Դա 100% անոց էլ պայթել է, պարոն Փաշինյան, հենց այդքան էլ պայթում է, ավել չի։ Եթե ավել լիներ, այսօր արդեն մի հատ պետություն կա մեզ հարևան, այդ պետությունը արդեն չեր լինի։ Օրեկան 1000 հատ նրա վրա տենց վեր են ածում, ինչ անենք։ Էտա, ամբողջ աշխարհի զենքերն է այտենց։ Այսօր էլ Ամերիկան բան, Իրանին տվին, այդքան տվին այ մարդ։ Օրեկան հազարավոր, ինչ եղավ Իրանին, ոչ մի բան, մի երկու շենք փլվեց էտեր էլի։ Կա միայն մի զենք, հա, որ ատոմային օգտագործեն կարող է մի հատ քաղաք նավիրվի։ Ժողովուրդ ջան, մոռացեք այդպես բաների մասին։ Զինվորն է կրվողը, զինվորը, սաղ սուտ է։ Լավ եղեք ժողովուրդ ջան, ուշադիր եղեք, չխափնվեք, ամենակարևորը, չխափնվեք։ Փաշինյանը ձեզ ոսկի սարեր չի խոսք տալի, Փաշինյանը ձեզ խոսք է տալի միայն անկախ պետություն, այդ մարդը կախված չի ոչ մեկից, ասում էին Հայաստանը տանում է Եվրոպա, դեսին որդ է տանում, մեկ էլ է Թրամփ յուղին որ եղավ ասին Ամերիկա է տանում, արա բայց դուս եկավ նրանք են լրիվ գալի Հայաստան, այդքանը ձեզ հերիք չի, հերիք հայ իստվում է,
Լավ մնացեք, ես ուրախ եմ ամեն օր որ ձեզ տենում եմ, հետո կոմենտներ եք գրում, բարի բաներ եք գրում, այնով որ վատ բաներ ա գրում։ Այ մարդ, նրանցից էլ եմ գոհ, գիտեք ինչու, որ մտնում են իմ մեջ, հաշվի են առնում ինձ, որպես մարդու իմ մեջում գրում են, վատ են գրում, ջհանդամը գրեն, ոչինչ թող գրեն։ Նրանցից էլ եմ գոհ, շնորհակալ։ Լավ մնացեք, ժողովուրդ ջան։